հասանք Մարտունի։ Արսիկը հանկարծ ու հանկարծ իր Եվ այստեղ ձյունն է բարակ մաղում։ հարազատների բացական չզգա։ Էմայի քույրիկը անի եւ Երեսեք հավորը մարդ չի։ եղբայրը Արենը որոշել են անակնկալ անեն նրան, ուրախացնեն։ Հատուշի, լրի, բոլորն ուզում են, չէ՞ ծաղրեցիք եք, Ընկերներ, բան չի մնացել, որ հասնենք Մարտունի եւ ճանապարհին կարկուտ սկսեց մի պահ, վերջացավ կարկուտը, հա, թե կա հələ։ Նկատենք, որ ասֆալտի վրա նկատվում է կարկուտ է գալիս։ Սա ի՞նչ եղանակ է։ Այ քեզ բան։ Չի ուզում շուտ հրաժարվի ցուրտ եղանակը Գեղարքունիքի մարզից, որ Գեղարքունիքի թագուհին Սևանը նորից հյուրեր ընդունի, որ գան ու լողանան մարդիկ։ Օծվեն այս ջրով։ Հա, վերջացավ Վարդան, էլ չկա ոչինչ, չէ կա այն այրված, այրվում է կադրի մեջ որ կա։ Ընկերներ, հասանք Մարտունի եւ այստեղ ձյունն է բարակ մաղում։ Ձյուն է գալիս ապրիլի 12-ին։ Հետաքրքիր է, տեսնենք Սելիմում ինչ եղանակ կլինի։ Բայց մինչ այդ պետք է մտնենք Վան ռեստորան, շնորհավորենք Էմայի եւ Էդգարի ամուսնության առիթը։ Էմայի քույրիկը Անի եւ եղբայրը Արենը որոշել են անակնկալ անեն նրան, ուրախացնեն։ Անին եկել է Ռուսաստանից հարս Մարտունի։ Մարտունեցի մեր բարեկամները հավաքվել են եւ նշում են այդ առիթը։ Հիմա Հարսիկի կողմից այս առիթին կամ շատ քիչ մարդ կա կամ չկա։ Ուղղակի Փեսայի բարեկամությանն են ծանոթացնում Հարսիկին եւ մենք հենց հիմա գնում ենք Հարսիկին թեբութիկում լինենք, որովհետեւ Հարսիկը մեր Վայոց ձորից է եկել։ Ընկերներ, Վայոց ձորից եկել է Մարտունի։ Հարս Վայոց ձոր Գեղարքունիք ընկերություն է գնում։ Խնամիական կապ է ամրապնդվում, որտեղ մենք մեր լուման ներկդնենք։ Այն աստիճան ձյուն է գալի, որ ես ճանապարհ չեմ կարող մտնեմ Վարդան։ Երեք չի ռեստորանի տեղը կոնկրետ չգիտենք, մի բան էլ ձյունն է գալիս եւ հանգարում եմ ես, խոչընդոտ է հանդիսացել, ես հոթելեր գնում, էնի է հաստատ, ես իրում, ես կամարներով, բանով, տղուս աննով է, Վանը ռեստորան, ռեստauranտը կարդացի։ Ես էլ Վանը կարդացի։ Դե վсё, ստիցենք մտնում երևի, դես։ Եկանք ասենք Վան ռեստորան, հիմա պետք է գտնել հանդիսավարին, այո։ Կլինի, հա։ Ով կլինի, տեսնես հանդիսավարը։ Ընկերներ, ձյուն է գալիս, կոնկրետ ձյուն Մարտունիում։ Ընկերներ, ահա, տեսեք էլի մի խնդիր է եղել տեխնիկական, եթե նկատեք իմ այդ միկրոֆոնը հիմա զապիս չի անում, դրա համար ես հիմա խոսում եմ շատ ուրախ, որովհետև ձյուն էի տեսել ապրիլի 12-ին եւ հիացած ձյունով ես ասում եմ, որ եկել ենք Վան ռեստորան, որտեղ լավ առիթ կա, որտեղ ամուսնանում են գեղեցիկ հայոց զույգերը Եվ Հարսիկը եկել է Ռուսաստանից, քանի որ Հարսիկի բարեկամների մեծ մասը Ռուսաստանում են, կոնկրետ հիմա սրահում Հարսիկի բարեկամներից շատ քիչ մարդ կա։ Իսկ մենք եկել ենք Հարսիկի քույրիկի եւ եղբոր կողմից, եկել ենք շնորհավորանքներ հասցնենք նրանց եւ ասենք, որ քույրիկն ու եղբայրը բոլոր բարեկամները քեզ հետ են։ Մի խոսքով Հարսիկը եկել է ծանոթանալ իր ամուսնու բարեկամների հետ։ Իսկ մենք հիմա գնում ենք ու շնորհավորենք։ Գնում ենք որնա, իսկ չգիտենք էլ որ զապիս չի անում ձենս։ Ես էլ գժվել եմ, չգիտեմ ինչի մեցել եմ, բայց ոչինչ։ Գնում ենք եւ հակարձակի, հիմա ես խոսում եմ այն մարդու հետ, ովքեր որ եկել են մեր Վայոց ձորից։ Մի խոսքով Հարսիկը վայքից էր, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի միությունն էր, սա խնամիական կապ էր, որտեղ մենք անպայման պետք է գայինք։ Ահա մեր արժևում հիմա Փեսան է ու ես խաբարել չեմ որ Փեսան։ Տեսեք, նայմայից, նա չպատկերացրեց, որ ես եկել եմ անակնկալանը, մտնում եմ ներս, մարդիկ բարի են, ոչ շխուր չի գնում, այս պահին պարում են բոլորը ընկերներ, այնտեղ մի անասելի շոխուր է, աղմուկ է, այո, ոչ են պարում մեր մարտունեցի բարեկամները, ես հիմա չեմ հիշում ինչ եմ խոսում ստեղ, բայց լավ բաներ եմ խոսում, գիտեք, ես վատ բաներ չեմ խոսա կյանքում, հիացած եմ ռեստորանի գեղեցիկ կահավորմամբ, ես սիրում եմ այս ոճը, գեղեցիկ հանգիստ բարձրանում եմ, գնում եմ,
Հələ տեսեք գնում եմ, հա։ Այստեղ խնդրում եմ, որ հանդիսավարին կանչի, որ տեսնենք ոնց են կազմակերպում մեր անուշ աղբերը միանգամից ինձ հասկացավ, գնաց չնայած հաշվի չառնելով այս աղմուկը, ահա որ աղմուկ էր։ Չեմ հիշում, հա, նույնա մեր աղբերն եկավ իրար բարևեցինք, շատ անուշ աղբեր, հիմա բարձրանում եմ, եկավ հանդիսավարը, տեսեք վերևում ինձ է սպասում, գնալու եմ հիմա գնում եմ, տեսեք, Վարդանին եմ ասում արի, չգիտեմ էլ որ ձենս չի լսվում, ընդ ես ասեցի ինչ պետք է անենք, հանդիսավար մեծ աղբերը ինձ ճանաչեց, շատ ուրախ էր, ամեն ինչ շատ լավ էր, նա ասաց հեսա բան կանենք երաժշտությունը, կանջատենք դու կգաս ու անակնկալը կանես, ասեմ ձեզ ընկերներ, որ ամբողջ ընթացքում չի որ զապիս չի արել իմ միկրոֆոնը, կեսից սկսում է զապիս անել, դրա համար մինչև այդ մասը հասնել է, ես այսպես պետք է խոսամ, բացատրեմ, թե ինչ է կատարում շուրջ բոլորը, չեմ էլ հիշում ստեղ ինչ ասիմ, բայց էլի լավ բան եմ ասա հաստատ, չեմ էլ հիշում ում հետ եմ խոսում, ամեն ինչ նորմալ է, այդպես էլ է պատահում, հիմա ես սպասում եմ, տեսեք, սպասողական է իմ իրավիճակը, հա փեսան էր արա, փեսայի հետ եմ խոսած, ես միջև չեմ մացել, որ փեսան ինքն է, հետո գնացել եմ, որ հրավիրեցի եկավ, պարզվա, որ ինքը փեսան է, հա, շատ բարի անուշ աղբերներ էին հավաքված իմիջայլոց, հեսա հենց ես դիմացի սեղանը մեծամասամբ ազաբներն են նստած, ամուսնացած չեն էլ իրանք, ինձ թվում է թողենք արդեն հասնենք պահը, որ հանդիսավարը ընդհատում է այս ուրախությունը։ Հարսանեկան հայոց հարսանիքն էր, դες ասունցիներ են իրանք էլի, Արևմտյան Ալաշկերտ, ասունցի այդտեղից են եկել եւ վերաբնակեցրել Գեղարքունիքի մարզը, շատ քաղցր համով ժողովուրդ են։ Այստեղ հանդիսավարը ասաց միկրոֆոնը կամ մեր անակնկալ արող աղբորը, տվեց ես էլ իմ ձևերով ասում եմ բարև ձեզ, բարով եք հավաքվել, ծափեր են տալի, ափսոս, որ այս ծափերը զապիս չեղե, ափսոս, հազար ափսոս, ես մի քիչ վատ եմ զգում ինձ, բայց ինչ անեմ, էդ է։ Հիմա հրավիրում եմ մեր զույգերին, խնդրում եմ, որ գան կենտրոնական պարահրապարակ, որպեսզի գեղեցիկ կազմակերպենք։ Դու մի աղջիկ ես, մեկնեսով, իր բարի աչքերով Տարավ ինձ երջանիկ բախտի Ամբողջ ընթացքում հույս ունեի, որ Հարսիկը պետք է հուզվի, բայց Հարսիկը այդպես էլ չհուզվեց։ Որ չհուզվեց, ավելի լավ, դա նշանակում է, որ նա լավ է գիտակցում, որ հեռացել է արդեն իր հայրական ընտանիքից, եկել է նոր ընտանիք, այստեղ էլ նրա շատ լավ են ընդունել։ Հարևաշող լույս աղջիկ է Մենք եկել ենք, որպեսզի Հարսիկը հանկարծ ու հանկարծ իր հարազատների բացական չզգա։ Բայց այդ գործում մեզ պետք է օգնի փեսան։ Խոսք հատվել։ Քաբուրը։ Քաբուրը դու ես հասկացել։ Գիտես քաբուրը մարդ չի։ Քաբուրը սրբություն է։ Դե ծափտան քաբուրի համար, եթե քաբուրի մասին խոսակցություն եղավ պարտադիր Էդգար ջան, հիմա ծաղիկներս տալիս եմ քեզ Էդգար, չէ ճիշտ եմ ասում, հա, Էդգարս, վերցրու ծաղիկները, նվիրի Հարսիկին։ Եկել է օրանից կգիր, համբուրիր, որ բացենք Ատուշի, լրի, բոլորն ուզում են, չէ Ուժեր լինեք կյանքի բոլոր դժվարությունների առաջ, ձեր թագ ու պսակը շնորհավոր լինի։ Եվ Էմա ջան, ես անակնկալ եմ, ես էլ քո համար, երկուսիդ համար, հենց որ առաջնեկը ծնվում է, բացում եք ու անուշ եք անում։ Իսկ անակնկալը Անի եւ Արենի կողմից քո քույրիկի եւ երբ քեզ շատ են սիրում, ուրախ եմ որ ամուսնացել ես, բայց դու որտեղ ուր չես ուզվելու հիմա։ Այսինքն ասենք ուզվես հետաքրքիր կլինի վիդեոն։ Չէ՞։ Չես ուզվում։ Դե ամեն դեպքում քեզ շատ են սիրում, բարով ես եկել, հարգելի մարտնեցիներ, ձեզ շատ եմ սիրում։ Դու է գալիս։ Ջան, всё, վերնանք մենք։ Այ դու ջան, միշտ էլ մեր մարդուն եկել եք։ Լավ դուրով, լավ։ Կես ժամ շատ։ Ապեր չէ, կես ժամ չէ։ Լսի, հեսա տղեկը ստե բան էին արել, ինչ որ կոնյակ են լցած ասում են չխմար չիլի բան, ուրա ախպեր, ենով էր ասում ախպեր։ Ստե ասել են այդպես բան։
Stop, Jan. Gam մի կես ժամ, շատ չէ։ Ապե, ես միջև լեցել խմենք երամ, Jan։ Լոսերն անջտում ենք։ Ապե, օպերատորն է նախամում, օպերատորն է նախը, հետ խաղողը։ Ապե, ես Եկել էդի սայդ բայց չտալ եք լանգա։ Սայդ, չէ տալը, ապե։ Ինչի չտալ ենք բայց, չես ուզում։ Ապերես։ Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Աշխարհը իմ է դարձում և դու կաս Ես վերեմ սիվեր որ մոհատ մնավ Գերեմ սիվեր որ իմը դարնաս Վերեմ խոսքի սերը մեջ չեք նրա Սերեմ մակու սերեմ քեզ վերեմ հիմա Աստար, 100%։ Այ հիմա ելան կախել։ Ապես դուշ գնացել։ Դոշնյան։ Սելիմով եկել։ Հա, դուշ գնացել։ զանգել են նոր բանած ունա Գնացին իրան։ Դոշնյան։ Շնորհակալ ենք։ Վարդան, դեսի հետ չենք տեղադրելու բարեկամս։ Կամ էլ տեղադրելու ենք մենակ մեր համար։ Ձյունը կտրվավ։ Ձյունը այլևս չկա։ Իմացիր մենք քեզ հետ ենք ռայուն ուլի Շարունակիր դառնալ այն որ լինես դիտված Խոսքերը պահի մեջ կբացահայտեն ապահովության բանալի Սիրո արահետները միշտ վառ են և կուներանք